Էռնա, դու բլոգեր ես, բլոգերությունից խոսա, դու քաղաքականությունից մի խոսա, դու կապուշ եք, էդ դուք իրավունք ունեք խոսակ քաղաքականությունից, բայց ես բլոգեր եմ, հա, կարող է ես սովորել եմ ինստիտուտում, գիտական աշխատանքներ եմ գրում, կարդում, անալիզիրվծ անում անգլերեն լեզվով ու ձեզ հեշտ ձևով մատուցում, որ բլոգեր ինձ անվանեք։ Ինչից եք որոշել ես բլոգեր եմ։ Ինչ է նշանակում բլոգեր ես։ Ես մարդ եմ, որը սպիցիալիստ է, մասնագետ է, որը ունի գիտելիքներ եւ ունի ցանկություն անվճար կիսվի դրանով, ես միացնում եմ այս հեռախոսը ու խոսում եմ։ Էդ է։ Ինչ է նշանակում բլոգեր, հա, սովորել եմ, որ բլոգեր դառնամ։ Կամ գնում գալիս են դու մեզ խաբեցիր, դու սկզբից պատմություն էիր խոսում, հիմա քաղաքականություն ես խոսում։ Դուք խփնված եք։ Մի լսեք, սա իմ էջն է, ես խոսում եմ այն, ինձ ինչ էս պահին հետաքրքիր է։ Հիմա էս եմ խոսում, սրանից առաջ ինչ հետաքրքիր էր պատմությունը, ես պատմությունից հոլովակ արեցի։ Ինձ այդ պահին ինձ որը հետաքրքրում է թեման, ես դրա մասին խոսում եմ իմ էջում։ Ես չեմ գալիս ձեր մոտ ու չեմ ասում ինձ լսեք։ Ասում ա դու սկզբից պատմությունից էիր խոսում, նենց արեցիր, որ քեզ վստահենք ու հիմա քաղաքականությունից ես խոսում։ Դու որ գնում ես ատամնաբուժի մոտ, ատամդ սարքում ա, Սո, էլ իրավունք չունի հանկարծ քաղաքականությունից խոսա, չէ, թե չէ քեզ խաբեց, մանիպուլյացիա արեց, քո ատամը բուժեց, քեզ լավություն արեց, փողել չվերցրեց, այդ տենց։ Ես փող չեմ վերցնում, ոչ ձեզանից, ոչ մեկից։ Ինձ նման արդար ու ազնիվ մարդ ամբողջ աշխարհում հատուկ կենտ կան։ Առանց կեղծավորության, առանց խաբելու, ոնց կա տենց ասում եմ, իմ կյանքում երբևիցե չեմ խաբել, ոչ մեկին, ոչ մի անգամ։ Իսկ փողերը իմ ամուսինս այսենց ինձ պահում է։ Ինձ պետք չեն ձեր կեղտոտ փողերը։ Իսկ դուք, ես արդեն հասկացել եմ ինչ եք անում։ Գալիս եք իմ էջերում վխտում եք, փողով կոմենտ եք գրում, սկրին եք անում ձեր գրածները, տանում եք ձեր տերերին ցույց եք տալիս։ Տեսեք, ես Էռնայի վրա հարձակվեցի, իրան սենց գրեցի։ Դե ինձ այս կոմենտից փողը տվեք։ Ինչքան են ձեզ շպրտում, Ասեք մենք ձեզ շպրտենք, մեզանից յանտակ։ Չնայած դրա համար էլ ես չեմ շպրտի ոչ մեկին փող, ոչ կյանքումս ոչ մեկից ոչ փող եմ վերցրել եւ կյանքումս ոչ մեկին փող չեմ տվել։ Դուք ձեր ձայները ծախում էիք առաջ 5000 դրամով, կյանքում մի կոպեկ չեմ վերցրել։ Հենց դրա համար, որ ես կարողանամ այսօր ասեմ, ես այդ մարդը չեմ։ Ու կյանքում էլ չեմ կարա կաշառակիրություն անեմ, չեմ կարա այդ գումարը տամ։ Ինձ պետք լինի, ես չեմ կարա գնամ մարդուն ասեմ, այս փողը վերցրու իմ գործը սարա, ես ամաչում եմ դրանից, ես ինձ դրանով պրոստը վատ կզգամ, ահավոր կզգամ, չեմ անի։ Ու եղել են, չէ, դեպքեր, որ ինձ պետք ա եղել ու կարող էի գումար տալ ու ունեի այդ գումարը։ Ես զավոդի դիրեկտորի աղջիկ եմ եղել ամբողջ կյանքս սովետի ժամանակ։ Իմ պատվալում բոլոր հեծանիվները հերթով դրած էին, Արլեոնը դիսնա, ամեն ինչ քշել եմ սամակատից սկսած ու միշտ տվել եմ մեր բակի երեխեքն են քշել ու փչացրել են իմ հեծանիվներս, բայց պապաս միշտ ասել է ոչինչ, երեխա են, բա էդ էլ կլինի, միշտ ասում էր ժեշտի համար բան չանեք հանգարց չնեղացնեք ուրիշ երեխեքին ժեշտի համար։ Պապայիս մեքենան խփել են, պապայիս մեքենան էլ չէր, իրա պատավատներ խփեցին, ու այդ մարդը նենց էր վատացել, նենց էր խեղճացել, ասում էր փողը կտամ, կսարքեմ, պապաս իրան ասեց, ես էլ այդտեղ էի, պապաս իրան ասեց, ժեշտի համար պետք չի, հայրիկ ջան, գնացեք, ու պապաս հերիք չի մեր մեքենայի փողը սարքելու տվեց, իրանցն էլ տվեց, ասեց ձերն էլ կսանքեմ, որտեվ հայրիկ ջան մեծ մարդ ես դեպքա պատահել ա, ժեշտի համար մենք կռիվ չենք անի, ժեշտը ինչ ա, որ կարևորը առողջ լինեն, երեխեքին բան չի եղել, ոչ մեր, ոչ ձեր։ Ես այտենց մարդու աղջիկ եմ, ես իմ պապային եմ քաշել։ Իմ Թիֆլիզեցի մաման ավելի յամանն էր, պապաս չէ, պապաս ահավոր արդար,
Պապաս զավոդի դիրեկտոր լինելով, իր բանվորների բոլորի անունները գիտեր ու ձեռքով բարևում էր ու դուքով էր խոսում։ Իսկ մամաս, եթե մեջս յամանություն կա, այդ մամայիս եմ քաշ, Թիֆլիսի մամաս քուրի ջուր խմած է։ Դրա համար ինձ ձեր հետ չփորձեք համեմատեք։ Դուք ծախվում եք, իսկ ես երբեք։ Ես տեսած մարդ եմ։ Իմ ամուսինն էլ հիմա ինձ այսենց է պահում։ Դուք չունեք, ձեր տերերը այդքան փող չունեն, որ կարողանան ինձ տան ու ինձ դա հետաքրքրի, հասկանում եք։ Այդ գումարը չկա, որ ես ասեմ, «Էս ինչ գումար է, վայ, ես ինձ գումար չեմ տեսել կյանքումս»։ Եկեք, ես տեսած եմ։ Ես մեծացել եմ տեսած, ես ապրում եմ տեսած։ Այս ձեր բլոգերությունը ձեզ պահեք։ Դա ինձ չի կարա հետաքրքրի գումարի համար։ Մանավանդ, որ ես Հայաստանում չեմ ապրում։ Ես ունեմ 2 տուն Հայաստանում ու ես պահում եմ այդ 2 տունը ամեն ամիս։ Բայց ես ապրում եմ արտասահմանում։ Ես պասպորտներ ունեմ իմ արտասահմանյան։ Նենց որ դուք ձեր կոմենտները գրելու համար վխտում եք իմեջում, որ ձեր տերերին ցույց տաք, որ Էռնայի վրա հարձակվել եք ու Էռնային ասում եք, դու պատմությունից էիր խոսում, հիմա էլ խոսա, մենակ դրանից։ Կամ ասում է, դու պարում ես, մենակ պարի, քեզ մենակ էդ ասազում, դու սուրճի սեղան ես դնում, մենակ էդ դիր։ Ես տալանտներ շատ ունեմ, լսախ չեմ ցույց տվել ձեզ։ Բայց ես քաղաքականությունից եմ շատ լավ հասկանում, շատ լավ եմ հասկանում ու ես զգում եմ, որպես էմպատ ես զգում եմ ու ես գիտեմ, որ ինչ որ ասել եմ, տենց էլ եղել է։ Ինչը ոնց ում ասել եմ, երբ խոսացել եմ դրա մասին, տենց էլ մինչև հիմա եղել է, դրա համար ես գիտեմ ես ճիշտ եմ խոսում։ Ու իմ համար չկան կուռքեր, իմ համար կա գաղափար, ով այդ գաղափարին համաձայն է այսօր խոսում, ես իրան սատարում եմ, չի խոսում, չեմ սատարում, դեմ է խոսում, ես էլ իրան եմ դեմ խոսում, բայց դա չի նշանակում ես իրան ատում եմ ու վաղը եթե ինքը ճիշտ բանից խոսա իմ գաղափարին համաձայն, ես մեկը իրան ատելու եմ, որտեվ ինքը երեք վատն է խոսացել, չէ։ Ես երեք իր այդ համաձայն չէի, բայց ես իրան չէի ատում։ Ես այսօր իր հետ համաձայն եմ, բայց ես իրան չեմ սիրում։ Ես չեմ սիրում ձեր ղեկավարներից ոչ մեկի նկատմամբ ես ոչ մի էմոցիա չեմ զգում։ Ես հավանում եմ իր ասածը կամ ես չեմ հավանում իր ասածը։ Իսկ դուք կուռք եք սարքել, պրիչոմ եւ սիրած կուռք եք սարքել եւ ատելության կուռք եք սարքել։ Ում սիրում եք, դոշ եք տալիս մինչև վերջ, ամեն ասածը պաշտպանում եք, ում էլ ատում եք, եթե ոսկի էլ բերի սենց նվիրի ձեզ, ոսկին կվերցնեք ու կշարունակեք իրան ատել։ Այդ ադեկվատ վիճակ չի, այդ ադեկվատություն չի։ Դրա համար ես իմ անձնական կյանքում էլ արդեն շատ քչերի հետ եմ ընկերություն անում, որովհետև խոսում ես, վրոձի նորմալ մարդ է, այսօր նստած հետը հաց ես կիսում, վաղը կարող է դու մի բան ասես, որ իրա դուրը չի եկել քաղաքականությունից, քեզ նենց է վերաբերվում, ոնց որ դու իրա դուշմանն ես։ Ու ես այդ վաղ մտածում եմ, այս մարդու հետ հաց են կիսել։ Այս մարդը գիտի, որ ես ինչ ձևի մարդ եմ, ոնց ինքը կարա իմ մտքի համար ինձ տենց ատի։ Դրա համար ոչ մեկի հետ ոչ ուզում եմ մոտիկից շփվեմ, ոչ էլ հետո հիասթափվեմ որպես մոտիկ մարդ։ Չեմ ուզում։ Մերսի։ Ում հետ ես մոտիկ եմ մինչև հիմա, այդքանը ինձ հելիք է։ Ու շատ լավ մարդիկ եմ ես ճանաչել։ Արման ականջդ լսի։ Արման այնքան լավ տղա է, ամեն ինչում ինձ օգնում է ու ասում է, վայ Արման, դու այդ հոլովակները ուղարկի, դու ինձ շատ ես օգնում դրանցով։ Ուրիշ տղաներն էլ են, աղջիկներն էլ են օգնում, ուղարկում են, բայց անունները չեմ հիշում, չեմ իմանում։ Էդ էլ է տենց, 10 րոպեն լռացավ։ Նենց որ, ես ինչից ուզում եմ, խոսում եմ, դուք չհամարձակվեք, գաք ինձ ասեք, սրանից խոսա, նրանից խոսա, ով եք դուք։